թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ ընդհանրապես արդարադատության վերաբերյալ նաեւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին։ Դուք երևի շատերը, որովհետև դա համաշխարհային աղմուկ բարձրացրեց, այդ Էփստեյնի դրա ֆայլերը, որը Միացյալ Նահանգների պետական ատյանները որոշում կայացրեցին հրապարակել եւ դարձնել հանրային սեփականություն։ Այդ Էփստեյնի այդ ֆայլերի մեջ պարզվեց, որ կա նաև հիշատակումներ եւ փաստեր կապված Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Յագլանդի հետ։ Յագլանդը ներկայացնում էր Նորվեգիան Եվրոպայի խորհրդում։ Եվրոպայի խորհուրդը դա կարելի ասել ժամանակին, այժմ քանի որ այս Յագլանդի արդեն անունն էլ հայտնաբերվեց եւ հրապարակվեց եւ իհարկե Եվրոպայի խորհրդի արատավոր երևույթների վերաբերյալ նաեւ կար այլ զեկույց այդ խավիարային դիվանագիտություն անվամբ նաեւ կային այլ պաշտոնյաներ ովքեր որ հետապնդվեցին իրենց երկրներում իրենց իրավապահների կողմից օրինակ Գերմանիայում այն Աքսել Ֆիշերի հետ կապված Իտալիայում Լուկա Վալոնտեի հետ կապված, այսինքն կոռուպցիոն եւ այլ արատավոր երևույթները Եվրոպայի խորհրդում վերջին 15 տարիների ընթացքում ի հայտ էին եկել, բայց հիմա ի հայտ է եկել մի այնպիսի փաստ, որը կապված է ոչ թե ուղղակի ինչ-որ մի падգամավորի կամ մի ինչ-որ խմբակցության ղեկավարի, այլ հենց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետ, որը առնչվել է Էփստեյնին եւ այդ ֆայլերի մեջ արտացոլվում են նրա նաեւ նամակագրությունը, այդ թվում նրա նաեւ այդ Յագլանդի այցելությունները, մասնավոր տարածքներ, որոնք պատկանել են Էփստեյնին։ Այն ժամանակ, երբ նա եղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործուղումների ընթացքում նաեւ առնչություն է ունեցել այդ մանկապիղծ Էփստեյնի հետ։ Հիմա սրա վերաբերյալ Նորվեգիայի իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն եւ նաեւ դիմել են Եվրոպայի խորհրդին, որպեսզի նրան զրկեն, քանի որ նա նախկինում ունեցել է անձեռնմխելություն, այդ անձեռնմխելությունը այժմ է շարունակվում է անձեռնմխելությունից։ Այսինքն տեսեք, արդեն իսկ այս մարդը, այս Յագլանդը, Եվրոպայի խորհրդի այդ նախկին գլխավոր քարտուղարը 75-ամյա ծերունի, ասենք թե այնուամենայնիվ 75 տարեկան է եւ բայց այսինքն մի օր դուրս է գալու այդ խայտառակությունները եւ այդ խայտառակությունների վերաբերյալ իրավապահները սկսելու են քննություններ։ Սա վերաբերում է նաեւ մեզ, մեր կյանքին եւ մեր պաշտոնյաներին, ովքեր որ թույլ են տվել ապօրինություններ, մասնավորապես այս Յագլանդի նկատմամբ գործը ընթանում է որպես խորացված կոռուպցիոն գործողությունների գործ եւ տեսեք, այս մարդիկ որ նման գործողություններ են անում, փաստացի մանկապղծությունը դա մի ահավոր դաժան հանցագործություն է, ինչ որ մենք տեսնում ենք այդ Էփշտեյնի ֆայլերում, բայց կոռուպցիան, այս որը արվել է, այսինքն դա հենց այնպես չէ, փոխկապակցված գործողություններ են եղել։ Այս մասին նաև հիմա տարիներ անց սկսվում է քննություն։ Այո, քննությունները կարող են երկար տևել, չեմ վիճում, բայց այն քննությունները, որոնք մենք այսօրվա դրությամբ արդեն իսկ փաստագրված ապացույցներով արցախցիները 100,000-ից ավել, ովքեր իրենց գույքերը կորցրել են, նրանք փաստագրված ունեն այդ փաստաթղթերը։ Հազարավոր այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ում որ հիմա հարստահարում են, այս գույքահարկով, չհիմնավորված տրանսպորտի թանկացմամբ, այլ չհիմնավորված այս աղբահանությամբ,
Դրանք դուք չեք կարող չեղարկել։ Սրանք խորացված կոռուպցիայի մասին են խոսում։ Ձեր պարգևավճարները, որ տրվել են, դրանք նույնպես խորացված կոռուպցիայի մասին են խոսում, որովհետև եթե դուք ձեր ուսուցիչներին, այսինքն մեր պետության մեջ ուսուցիչը, բժիշկը, զինվորականը չի խրախուսվում, ապա ոնց կարող է այդ դրանց գլխին կանգնած օրինակ քաղաքականությունը մշակող կրթության գիտության նախարարը պարգևավճարներ ստանա կամ իրավապահ մարմինները քննություն կատարողները իրենք չստանան այդպիսի պարգևավճարներ, բայց նախարարները եւ ինչ որ պարեկները ստանան բարձր աշխատաբարձներ կամ պարգևավճարներ։ Այդպես չի կարող լինել։ Սա նույնպես խոսում է խորացված կոռուպցիայի մասին։ Եվ վաղ այսրանք բոլորը ապացուցված, փաստարկված հիմքեր են։ Այսինքն այստեղ այս հիմքերը չեք կարող վիճարկել ամենալավագույն փաստաբանները ունենալու դեպքում դուք այս հիմքերը չեք կարող վիճարկել։ Այսինքն այս հիմքերով ձեզ դատապարտելու են։ Սա ակնհայտ է եւ այդ օրը գալու է, այդ օրը այդքան հեռու չէ։ Եթե Յագլանդը լինելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ինչ որտեղ էր կարող էր մտածել, որ նրան չի հասնելու, բայց 75 տարեկանում նա արդեն իսկ հիմա արդեն ներգրաված է քրեական բարույթում եւ նրա նկատմամբ նրա անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ արդեն իսկ իրավապահ մարմինները հայտ են ներկայացրել եւ այստեղ այդ նույն փաստերը իր հետ կապված նույնպես չես կարող հերքես, որովհետեւ դրանք արդեն տեղի ունեցած փաստեր են եւ այդ փաստերի վերաբերյալ ապացույցները նույնպես գտնվում են իրավապահ մարմինների տնօրինության ներքո։ Այս համակարգը, որը միջազգային համակարգ է, հեղինակավոր կառույց էր Եվրոպայի խորհուրդը, եթե այստեղ են կարողանում արդեն սկսել այսպիսի քննություններ, то դուք ով եք, չգիտեմ ձեր գիտելիքներով կամ ձեր վարքով եւ բարքով, որ վաղը մյուս օր չդառնաք իրավապահ մարմինների կողմից անցկացվող քննության առարկա եւ չդատապարտվեք։ Այսինքն սա ես գլոբալ ասում եմ ինչ է տեղի ունենում աշխարհում, որի մասն է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է։ Մենք այնտեղ նաև մուծումներ ենք կատարում, այսինքն մեր հարկատուների հաշվին նաև անդամավճար ենք մուծում, եւ այնտեղ մերոնց կողմից այլոց հետ միասին կատարված բոլոր ոչ օրինական գործողությունները, որոնք ունեցել են կոռուպցիոն եւ այլ բնույթներ, վաղը մյուս օրը նույնպես, որովհետեւ հազարավոր քաղաքացիներ, այո, պայթելու են, հազարավոր քաղաքացիներ դիմել են Եվրոպական դատարան եւ բախվել են ինչի հետ, ապօրինության, անարդարության, որը ունեցել է ինչ բնույթ, կոռուպցիոն բնույթ, դրա հետ են բախվել։ Եվ այդ գործերը դուք չեք կարող ոչ միտեղ թաքցնել, պահել, վառել, վերացնել, այդ գործերը այդ մարդկանց տանն են գտնվում, հազարավոր մարդիկ։ Վաղը մյուս օր այդ թալանը, որ հիմա դուք անում եք, հենց այդ գործերի միջոցով այդ թալանը իրապես վերադարձվելու է հասարակության